Խոսում է ավետարանի մասին ուշադիր լսիր։ Ես այսօր ուզում եմ ինձ ու քեզ համոզել Աստծով, ուշադիր լսիր։ Շատ եմ մտածել, որ խոսամ այսօր։ Ես ուզում եմ ինձ ու քեզ այսօր Աստծով համոզել այն միտքը, այն հոգին, այն գաղափարի մեջ, որ հավատացյալ լինելը ուղղակի դա բավարար չի, դա սկիզբն է։ Ես ուզում եմ Սուրբ Հոգին այսօր մեզ համոզի, որ եթե ես հավատում եմ Աստծուն եւ հավատացյալ եմ, եւ միգուցե հավատարմաբար լինում եմ եկեղեցու իրակնորյա ծառայություններին, հասկանամ, որ դա շատ քիչ է, դա բավարար չէ, ես պիտի խորանամ Աստծո մեջ։ Ես պիտի մեծանամ, ես պիտի գնամ, Աստված դա է ուզում։ Պողոս առաքյալը իրեն 3 բան է ասում այդ խոսքի մեջ։ Դուք ինչ համարձակ էր, չէ՞։ Ասում է ավետարանի մասին է խոսում, ասում է որին բառը վերաբերում է ավետարանին։ Ասում է որին ես քարոզիչ, առաքյալ եւ հեթանոսների վարդապետ նշանակվեցի։ Էլ չեք գտնի դες բանը միշտը։ Մեկ խոսքի մեջ 3 պարգև կամ կոչում կամ պաշտոն, որ ինքն իր մասին խոսում է։ Ասում է ես Քրիստոսի կողմից ավետարանի վրա նշանակվել եմ։ Ոնց ես ասում ինձ գործի եմ նշանակել։ Ոնց ես ասում ինձ պաշտոն է տվել կամ ընդունվել եմ գործի։ Պողոս առաքյալն ասում է ինձ կանչեց, ես ընդունվեցի, ես միտքն եմ բացատրում։ Ինձ կանչեց ինքը, ես ընդունվեցի գործի։ Գործի տանուն ինչ է։ Ավետարանի քարոզիչ, առաքյալ եւ հեթանոսի այսքան անհավատների համար վարդապետ։ Ասում եմ, ինչ կարգի է հասկանում ով է ինքը։ Ինչ կարգի է հասկանում Աստված իրան ինչ է տվել։ Եվ ինչ կարգի եռանդով է վազում Աստծո տվածի հետևից։ Չես նախանձում, արի ես պարագայում նախանձեք էլի։ Այն վատ նախանձի չէ, նախանձավորության։ Արի ես պարագայում նախանձեք, ասենք Պողոս եղբայր, Պողոս առաքյալ, քարոզիչ, առաքյալ, վարդապետ, այս սա դու ես։ Մարդը, որ չգիտի ինքը ով է, չի կարող խոսել իր մասին։ Մարդիկ, ովքեր գիտեն իրանք ով են, գիտեք սենց համարներ ես խեմ շատ ժամանակ անում ասում։ Որտեւ երբ որ դու խոսում ես քո մասին համարձակ, եղած բաների վրա, ոչ թե ենթադրաբար։ Լսած ինչ ասեցի։ Եղած բաների վրա, ոչ թե ենթադրաբար։ Հաստով։ Երբ որ խոսում ես քո մասին, կրոնական միտքն ասում է նա ինչ հպարտ է, ինչ իր մասին նա ինչ ասում։ Այն որ մի դե պարկած եմ ես քանի օր մի քանի քարոզ նայել եմ տարբեր տեղերից ինչ եկել այդ YouTube կոչվածի վրա։ Մի հատ քարոզ եմ լսում, տենց եկավ, ասեց հետաքրքիր է, այն տենամ ինչ ասում։ Ասում Տեր Աստված։ Թեև ես հասկանում եմ ինքը ինչ ասում, ինչ հոգու մասին է խոսում։ Ինչի մեջ է իր ասածը, բայց ասում եմ, ես կարող համարձակ sense խոսամ իր նման մեր եկեղեցում։ Տես պարզկես ասում եմ եթե 2-3 անգամ իրանց լսարանին ասեց եթե դու իմ նման չմտածես չես կարա իմ թիմից լինես։ Խոսքը նրա մասին չի դու Մատթեոս 5:3-ի մասին ինչ ես կարծում։ Խոսքը այդ հոգու այդ միաբանության այդ ներքին համոզմունքի ինչի հետևից որ գնում է ընդհանուր թիմը կամ եկեղեցին եթե դու էլ այդ հարցերի մասին այդպես չես մտածում դու չես կարա լինես դրանից։ Ես դա հոգու մեջ հասկանում եմ, բայց ասում եմ ես չեմ կարող ասած ասեմ։ Էլի չեմ ասում, իր ասածն ասացի ուղղակի, բայց որ քո մոտ ուզում եմ մի հատ լուսավորում գա։ Յախանը գիտեք ինչ է։
Յախատ բառը եբրայերեն բառ է։ Յախադ։ Եբրայերեն բառ է նշանակում է միաբանություն։ Մենք որ ասում ենք եկեք միաբան լինենք, եբրայեցիք ասում են եկեք յախադ լինենք։ Հրեաները յախադ լինենք։ Ինչ է յախադը։ Յախադ չի նշանակում նույն ժամին նույն տեղը, սա արտաքին դրսևորումն է ներքին յախադի։ Յախադ բառը բացատրած շատ լայն իմաստ ունի։ Նշանակում է ունենալ նույն ընկալումն ու նույն համոզմունքը, ներսով համաձայն լինել այն բանի հետ, ինչ որ ասվում է։ Աստված դա է տենում միաբանություն։ Եթե դու հիմա նստած եկեղեցում սենց ես անում, բայց ես իմ սրտով որտե ինչ էիր անում։ Կամ էլ քո մեջ ասում ես, երբեք չմտածես, որ դու միաբան ես։ Ես էլ չկարենամ բեմից հայտարարեմ դուխս չերիքի։ Այն առումով, որ քեզ խնայելով ոչ թե իմ դուխը չերիքի, ինչ ճիշտ հասկացի, ես շատ համարձակ եմ։ Քեզ խնայելով դա չասեմ, բայց իմացի Աստված թույլ չի տա։ Դու լինես այն թիմի մեջ, եթե դու այդ թիմի հետ միաբան չես, եթե դու յախադ չես։ Հասկացա՞ք ինչ եմ ասում։ Ովքեր յախադ չեն եղել, ավտոմատ դուրս են մնացել, նայեք պատմությանը, նայեք ավետարանին։ Ովքեր իրանց սրտով, ներսի ընկալումով, մենք ուրիշ բացատրության մեջ այսպես է գրում յախադը, ասում է ունենալ ներքին նույն ցանկությունները, ինչ որ ունեն մյուսները։ Դա է յախադը։ Դա է միաբանությունը։ Դա է ներքին ընկալում համոզմունքը, որ դու համաձայն ես ու ամեն ինչ, դրա հետևանքը սա է յախադի։ Ես ներքին մղումներով ու ցանկությունները ունեմ այն նույն գաղափարի մասին, ինչ որ դու ասում ես, ասեմ։ Եվ ես պատրաստ եմ հանուն դրա գնալ զոհաբերությունների։ Սա արդեն արտաքին դրսևորումն է։ Եվ զոհաբերությունն այն է, առաջի ամենատարական զոհաբերությունը, որ դու այդ սրտից ես եկել եկեղեցի։ Բայց եթե սրտից չես եկել, դա յախադ չի։ Եվ Աստծո մոտ դա չի ընկալվում որպես յախադ։ Կարող է վարձք ստանաս տեր օրհնի քեզ, այսօր կապի քեզ ինձ Սուրբ Հոգին, բայց ես բարձր բան եմ խոսում։ Ուզում եք մի հատ գովա մեր եկեղեցուն։ Ոչ թե ինձ։ Մեր եկեղեցուն գովա։ Գիտեք քանի հովիվներ են եղել, հրավիրել եմ ծառայության չեն եկել։ Գիտեք ինչի։ Ասում եմ մենք անց ձեր եկեղեցում ինչ կարոզ ենք Արսեն ջան։ Հասկացաք, չէ՞ ինչ եմ ասում։ Ներինը վկայա։ Մենք անց ձեր եկեղեցում ինչ կարոզ ենք։ Մենք չենք կարա ձեր բեմից կարոզ ենք ձեր լսարանին։ Բայց քո համար կարող է գիտեք ինչ լինի։ Խոսում են էլի, Արսենն է էլի։ Են մեկն է էլի, են մի կարոզիչն է էլի, են մի կար։ Ես լուրջ բան եմ ասում։ Ուզում եմ մոտդ գնահատակը բարձրանաք, որ լսածի վերաբերյալ։ Ամեն։ Համաձայն ես։ Քարոզիչ առաքյալ վարդապետ։ Շատ ուժեղ հասկանում էր ով ինքը, շատ ուժեղ։ Եվ համարձակ ներքին ազատությունից խոսում էր իր պաշտոնի մասին, կամ պաշտոնների մասին, համարձակ ասելու ով ինքը, որտեղ դա անում էր և փաստով, մենակ չէր խոսում ով ինքը, փաստով ապացուցում էր ով ինքը։ Ամեն, համաձայն ես, երկրորդ մնացորդած նարին է, 27-6-ում այսպիսի մի համար կա։ Կարդակ, սպասեմ միջև կարդաս։ Ասում եմ Հովաթամը թագավոր էր։ Ասում եմ Հովաթամը զորացավ միջակել, որովհետև պատճառահետևանքային կապն է զորանալու, որովհետև իր ճանապարհները իր Տեր Աստծո առաջին ուղղեց կամ ուղղեց իր ճանապարհները։ Ահա հոգևորապես զորանալու, ուշադրիր լսի, վերևի խոսքը գրած չի, բայց ես կասեմ, անգիր։ Ահա
հոգևորապես զորանալու, ահա հոգևորապես լցվելու, ահա հոգևորապես բարձրանալու եւ ֆիզիկապես եւ նյութապես զորանալու, բարձրանալու մի հատ հզոր բանալի։ Շատ ուժեղ բանալի մի հատ։ Որն այդ բանալին իր ճանապարհները ուղղեց Աստծո առաջ։ Այսինքն, եկեք պատկերացնենք, ոնց ես դու ուղղում ինչ-որ բան։ Պատկերացնենք, մի հատ պատկերացրեք։ Եկեք պատկերացնենք, մենք ոնց ենք մեր ինչ-որ բան ուղղում։ Գալիս ես կայնում ես ծռված բանի մոտ, նախ ընդունում ես, որ ինչ-որ ծուր բաներ կա տեղ ուղղելու, չէ՞, հիմա կներեք, հիմա այդ տեղաշորն եկավ աշկիս առաջ մտա պատկերից, անկողին։ Եկել ես տենում ես ծուռը, հավաքած չի, ուզում ես հավաքես։ Մի բան ծռվել է, փոխվել է, ուզում ես դզես, հայերեն ասած, ամեն։ Ոնց է դա կատարվում։ Առաջինը նախ դու պետք է ընդունես, որ քո կյանքում ծուռ բան կա։ Եթե դու չկարենաս ընդունես, որ քո կյանքում ծուռ բան կա, Արսեն ջան, դու ոչ մի բան չես կարա դզես։ Որտեղ ինչ դզես, որտեղ քո մտապատկերի մեջ քո մոտ ուղղելու բան չկա։ Քո մոտ ամեն ինչ ամերիկացիքի ասած օքեյ է։ Ուղղելու բան չունես, բայց Հովհաննեսը հասկացավ, որ իր ճանապարհների մեջ, կյանքի մեջ, ձեռքի գործերի մեջ այն ինչ որ ինքը անում է, ծուռ բաներ կան, ծուռ բաները ծուռ է համարվում այս պարագայում։ Լավ, ասենց ասեմ, ծուռ չի համարվում այն ինչպես որ քո բարեկամն է մտածում քո մասին։ Ծուռ ճանապարհ չի համարվում այն ինչ որ քո կիսուր, կեսրանը, տեքերը, ամուսինը, երեխեքդ են մտածում։ Ծուռ չի համարվում այն ինչ որ ծնողներդ կամ բարեկամներդ կամ հարևաններդ են մտածում։ Ծուռ է համարվում այն ինչ որ Աստված է ասել ծուռը, ոչ թե ուրիշ որևէ մեկը։ Հասկանում ես, ինչ մի հատ ասեմ։ Ծուռ է համարվում մեր կյանքում մեր ճանապարհները, այն բաները, որոնք Աստված է իր սուրբ գրքի միջոցով ասել, նայ սուրբ գրքին, համեմատվիր սուրբ գրքին, ոչ թե քո կամ ընտանիքի կամ հարևանի կարծիքի հետ համեմատվիր։ Ու տես, ինչն է ծուռ քո կյանքում ու չի համապատասխանում իմ խոսքին, այն դա ուղղիր։ Հովհաննեսը եկավ կանգնեց Աստծո առաջ ու հասկացավ, որ իր կյանքում լիքը ծուռ բաներ կա։ Դրա համար ասում Աստծո առաջին, ոչ թե ուրիշ մեկի։ Եթե դու ուզում ես հողի առաջին քո քայլերը ուղղես, իզուրա։ Եթե ուզում ես ինչ-որ մեկի առաջ քո քայլերը ուղղես, իզուրա։ Բայց եթե քո քայլերը ուղղես Աստծո առաջ, հոգևորների առաջ է քո քայլերը ուղիղ կերևա։ Ամեն։ Հովհաննեսը սա հասկացավ, թագավոր էր Իսրայելի։ Սա հասկացավ ու սկսավ իր քայլերը ուղղել։ Էլ ուղղելու, որոշումի, ընդունելու, խոստովանության, հասկացողության, ներքին ընկալումի մեջ սա տեղի ունեցավ եւ սկսավ ինքը զորանալ։ Ո՞վ է ուզում զորանալ։ Մի վախեցիր, ասում եմ զորանալ։ Ես ուզում եմ լցվել, ես ուզում եմ իմ գործերը հաջողվի, ես ուզում եմ իմ արած ավելի զորավոր լինի, ավելի օրհնված լինի։ Ուզում դրա համար սկզբից ասի եւ հոգեվորապես, եւ ֆիզիկապես, եւ նյութապես զորանալու Աստծո առաջ տալիս եմ մի հատ, այսինքն սուրբ գիրքն է տալիս։ Մի հատ շատ ուժեղ հզոր բանալի, վերցրա այս բանալին Արսեն ջան, եկեղեցի ջան, վերցրա այսօր այս բանալին։ Այն 70-80 հոգին են, որ այսօր ստեչ են, թող լսեն ու վերցնեն այդ բանալին ու ասեն, ես բացում եմ բանալիով այդ դուռը, մտնում եմ ներս ու սկսում եմ զորանալ։ Իմ Տեր Աստծո առաջին, իմ Տեր Աստծո ու իմ կյանքը փոխվի։ Դրանից վերևի խոսքերում ասում է, որ Թշնամի թագավորները բացատրած եմ ասում։ Ասում է սկսան Հովհաննեսին հարկ տալ։ Ասում է առաջի տարին տվին, երկրորդ տարին տվին, երրորդ տարին էլ տվին, քանի օք են ուզում սա։ Դենց ինչ հրաշալի բան եմ ասում։ Սուրբ գիրքն ասում։ Ասում է իրան հարկ էին տալիս, իրան վճարում էին, այսօրվա աշխարհիկ տերմինով պլատիտ էին դնում աղբեր ջան։ Գիտեք խի։ Որովհետև վախենում էին, տենում էին զորավոր մեկին և խաթրը առնում էին։
Հովաթամը չէր ասում, ադե չեմ ուզում մեր աղոթամա։ Մեր նման համեստություն չէր անում կեղծ։ Ասեր չէ։ Ես ասում էր, բա պետի տակ, բա ինչ պետի անեք, բացատրում եմ։ Գիտեք խի, որպեսի տվողը չիմանա քեզ լավություն անում։ Տվողը իմանա, որ տալիս է անենց մեկին, որի պատճառով Աստված է իրանա պահելու իրան օրհնելու։ Այս հեղափոխությունը պետք է մեր կյանքի մեջ արվի։ Այս գաղափարի հեղափոխությունը։ Ամեն։ Այնպես որ շտկիր քայլերդ եկեղեցի, Արսեն, դու քո անունը դիր, ուղղիր քայլերդ քո Տեր Աստծո առաջ, ուրիշ ոչ մեկի, եւ կտենաս ոնց է սկսում զորանալ։ Ոնց ես մեծանում, ոնց են հարևաններդ սկսում քեզնից վախենալ։ Գիտեք, վախենալ չէ, որ բոբոյա այս ամեզի կսպանի, այս սկսելու են միակ զարմանալի ձևով ազդվել քեզնից։ Այն լեզուները, որ ժամանակին քո մասին ինչ ասես խոսացել են, իրանք սկսում են ազդվել ու փոխվել, դադարում են քո մասին խոսալուց։ Երբ որ դու զորանում ես, լավ բանալի է, թե չէ։ Հզոր բանալի է սա վերցնում։ Ուզում ես զորանալ, ուզում ես օրհնություն, այս բանալին տարտում ես օր քո հետ։ Մտածիր սրա մասին, աղոթիր սրա մասին ու ասա, ես սա ուզում եմ Տեր, ինչպես Հովաթամն արեց, ես այդպես եմ ուզում։ 4-րդ Թագավորաց 24:14։ Ես կարճ եմ ասելու, բայց դուք միտքը կհասկանաք։ Այս խոսքը մի հատ կարդամ լսի։ Եվ ինչ որ մի հատ թագավոր թշնամի հրեշտացիների եկավ հրեաներին, կոտորեց, ջարդեց ու մարդկանց տարավ գերի։ Ու տեսեք ինչ է գնում Սուրբ Գիրքը։ Եվ գերի փոխադրեց բոլոր Երուսաղեմին։ Նայեք ինչ կատեգորիաների է գերի տարել, խնդրում եմ ուշադիր նայեք։ Բոլոր իշխաններին, բոլոր քաջազուններին, շատ մանրակրկիտ նայելու եք սա չփալներ։ Բոլոր քաջազուններին 10,000 գերի եւ բոլոր հյուսներին, հյուսները պլոտնիկներ, որ ինչ-որ բաներ են սարքում։ Եվ դարբիններին ոչ ոք չմնաց բացի ժողովրդի աղքատներից։ Այս նախադասությունը, այս խոսքը սատանայի ամենաուզած, ամենասիրած վիճակներից մեկն է Քրիստոսի եկեղեցու համար։ Լսեցի՞ր։ Լսի, նորից եմ ասում։ Հրեշտացին, թշնամին այսօրվա համար սատանան մեր համար։ Գալիս է հոգևորի կյանքի վրա։ Ինչ է ուզում։ Գերի է տանում քո քաջությանը։ Օրինակ։ Գերի է բռնում քո իշխանությանը։ Խեղճացած ինչ-որ հարցերի կամ հոգևոր բան։ Գիտես, դու կարող ես մարդկանց հետ շատ սպորով խոսաս, բայց հոգևոր հարցերի մեջ շատ խեղճ լինես դրանք կատարելու համար։ Կարող ես գոռաս, ճղճղաս, չգիտեմ, կռվես, բայց հոգևոր բաներ անելու համար այնքան խեղճ լինես, այդտեղ է պետք որ ես ու դու հասկանանք ինչն է գերի գնացել դեր։ Իշխանությունը գերի է գնացել, քաջությունը գերի է գնացել, հազարավոր բաներ հոգևոր, պարգևներ, տաղանդներ, դարբիններ, հյուսներ, գիտեք սրանք ովքեր են։ Այն պարգևներն ու կոչումները, այն շնորհներն ու տաղանդներն են, որ Աստված տվել է իր եկեղեցուն հավատացյալների մեջ, որ իրանք գործածե եւ պատուղ ու փառք բերեն Տիրոջ գործի համար։ Ու հանկարծ Քրիստոսի եկեղեցու մեջ կամ հավատացյալի կյանքում դարբինը, որ ինքը ունի ուժեղ մտածելակերպ, ինքը կրեատիվ է, ինքը ստեղծագործում է, ինքը ամեն ինչ սարքում է, պլոտնիկը, քաջազունը, իշխանը ամեն ինչ է, սատանան եկել է, տարել է գերի։ Գիտեք դա ոնց է, հիմա կասես ոնց թե գերի է։ Պարզ, ես պատահական չեմ ասել Պողոսի այդ 3 պաշտոնը։ Շատ պարզ։ Եթե չես աշխատեցնում, չես գործածում, ուրեմն գերի է։ Ուրիշ սրանից պարզ տարբերակ գոյություն չունի։ Եթե Աստծո տված պարգևը, շնորհը, տաղանդը, դարբնությունը,
պլոտնիկությունը, հասկանում ես, սրանք հոգևոր պարգևներն են մեր կյանքերի մեջ, կարա այն մեկը կարա լինի, օրինակ դարբինը կարա լինի հայտնություն ստացողը, օրինակ, դարբինը կարա լինի Աստծո խոսքի մեջ խորացող ուսուցիչը, հյուստը կարա լինի մարգարեն, այն մեկ չգիտեմ, այն մեկը իշխան բոլոր պարգևները, որ ես ու դու գիտենք, այս տեքստը մեզ ասում է, որ ինչա ուզում սատանան, նայեք, սատանան դեմ չի, որ մենք իրակի հավաքվենք։ Սատանան դեմ է նրան, թող հավաքվեն, թող քարոզեն, թող աղոթեն, ինչ ուզում են անեն, բայց ես ուզում եմ իրանց մեջ թողեմ, թարանեմ իրանց, մնա ժողովրդի մեջ մենակ աղքատություն, հոգևոր աղքատություն, կարող է $1 միլիոն ունես բանկային հաշվիդ, $100,000 ունես, չգիտեմ ինչ ունես, բայց կարաս դու հոգևորապես լինես աղքատ և դա սատանայի ուզածն է։ Ամեն, քո դոլարներով ու փողերով ոչ մեկի չվախցնես, այսա ուրիշ տեղ ենք նայում ավելի։ Սատանը չի վախենում դրանից, նա ասում է ինչ լավ է, Արսենին թողել եմ, իմ անունը տամ, բալքի դու էլ քո անունը տաս, այս ինչ լավ է, Արսենին թողել եմ հոգևոր աղքատության մեջ, թալանել եմ իշխանությունը, թալանել եմ քաջությունը, թալանել եմ հայտնությունը, թալանել եմ փառաբանությունը, թալանել եմ մարգարեությունը, թալանել եմ, չգիտեմ, ավետարանչությունը, թալանել եմ, տարել եմ, բայց չեմ կարող այնպես անել, որ չհավաքվեմ, թող հավաքվեմ աղքատ մտածելակերպով, հոգևոր աղքատ ինչ ասում եմ։ Հոգևոր աղքատիկ կյանքով այն աղ անել 10 տարին մեկ Աստված մի հատ փշրանքի հայտնություն տա։ Մի հատ 100 անգամ աղոթեն մի հատ բալքի Աստված մի հատ հետև հպվի իրանց։ Հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Սատանան ուզում է թողի եկեղեցու մեջ հոգևոր աղքատների սա է դեպի ուզածը։ Բայց ես ու դու այսօր ստեղ ենք վերջում աղոթելու գալու Աստծո առաջ իրան ասելու Տեր ոնց որ թալանված եմ։ Գիտեք ելի մեկ խոսացի ասի ոնց որ չվեղանաս։ Ոնց որ թալանված եմ Տեր։ Ոնց որ այս բաները չի գործում Տեր։ Այս ինչ տիպիկ էր այսօր իմ համար էսի։ Խոստովանում եմ և ուզում եմ որ վերադառնա սրանք, ուզում եմ որ փոխվի նորից։ Գիտեք ես շատ եմ ասել։ Գիտեք աղքատություններից մեկը ինչու է կայանում։ Չեմ վախենում ասելը։ Հիմա մենք Հակոբի նկատմամբ աղքատ ենք, Հակոբյան ցեծարը։ Այ այս Հակոբի, Հովհաննեսյան Հակոբի, որ սայլակի վրա նստած է։ Մենք իրան նկատմամբ աղքատ ենք։ Գիտեք ոնց ենք աղքատ, չունենք համապատասխան ուժ այս պահին։ Իրան ասելու հելի վազի սայլակը շպրտի գնա, վազելով գնավ հետի մինավ ասում։ Այս սրանում աղքատությունը։ Լիքը բաներ ունենք, բայց լիքը բաների նկատմամբ աղքատ ենք։ Հասկանում ես ասածս, մի հատ ասա հասկանում եմ։ Ամեն։ Հակոբ ջան, կներես, որ չենք կարող ասենք աղբերես։ Բայց ես աղոթում եմ ձեր կյանքում հրաշքի համար։ Սատանայի ուզածն է այս աղքատությունը։ Հիշում եք տարիներ առաջ ասել եմ, երբ որ կարիքավորը մտնում է եկեղեցի և նույն ձևի եկեղեցու դուռը բացում գնում ատուն, մենք աղքատ ենք դա իրան տալու համար։ Սա է աղքատությունը, ոչ թե բումաժեկիդ մեջ իշքան փող կա, կամ այսօր իշքան փող աշխատեցիր։ Աղքատությունը հոգևոր սրա մեջ է նայում։ Այս ցույց են տալիս սատանայի ուզածը ոչ ոք չմնաց, մի հատ նորմալ, հոգևոր, ստեղծագործ, առաջնորդ, կրեատիվ, հավաքող, աղոթող, զորավոր, լուրջ մեկը, որ կարող մի բան անել, չմնաց, բացի աղքատներից։ Ինչպիսին է իմ կյանքը։ Ինչպիսին է եկեղեցին, որտեղ ես գնում եմ։ Մի հատ էլ եմ գովում եկեղեցու լսիր։
Հավաքներին գիտեն, հավաքներին ասել են։ 2 օր առաջ դες մի կոնֆերանսի էի գտնվում Երևանում, հոգևոր, և Լենինգրադից մի ռուս քարոզիչ եպիսկոպոս շատ մեծ եկեղեցու, ասեցին, որ Լենինգրադի ամենամեծ եկեղեցու հովիվն է, և մի քանի տես տարբեր եկեղեցիներ են ու ինքը իրանց ավակ եպիսկոպոսն է բոլորի։ Շատ տարիքով չէ, կարող է իմ տարիքի լինել մոտավորապես, եթե հետաքրքիր է Դմիտրի Շադրով, եթե անուն ազգանունը հետաքրքիր է։ Գիտեք, հելավ սկսավ քարոզել, ինչն է ինձ մխիթարում, ինչն է ինձ ուրախացնում։ Կարող է քեզի ուրախացնի քո այդ օրվա առած փողը, քո ամսվա առած փողը։ Ինձ էլ սենց բաներն է ուրախացնում։ Ես էլ տարօրինակ եմ, ինչ անեմ։ Գիտեք, սկսավ քարոզել են, ինչ որ ես քարոզել էի մեր եկեղեցում հոկտեմբերի 5-ին։ Մենակ մի մնա։ Ցորենի հատը եթե չընկնի հողի մեջ չմեռնի, մենակ կմնա։ Դա է ինձ ուրախացնում։ Գիտեք հետո էլ ինչի մասին էր խոսում։ Խոսում էր Աստծո փառքի իջնելու, Աստծո փառքը վայելելու մասին, որ մենք ամեն տարի ունենք եկեղեցու տեսիլքի հռչակում, այս տարի էլ է հռչակված, որ դա պետք է լինի, որ Աստծո փառք երևա, Աստծո փառք իջնի, Աստծո փառքը տարածվի, այս թեմայի մեջ մոտավորապես։ Դրանք է ինձ ուրախացնում։ Ես էլ դրանցով եմ ավելի շատ չեմ ասում ուրիշ բանով չեմ ուրախանում, բայց այդպես բաներով եմ ավելի շատ ուրախանում։ Ու ինքս իմ մեջ ասում եմ Տեր Աստված։ Այս մարդու մոտ ես, մենք, կներես քո անունից ասում եմ, եթե համաձայն չես, թող կոտրվի մոտդ այդ ոչինչ։ Ասում եմ ես, մենք, մեր եկեղեցին, այս մարդու ու իրաց եկեղեցու մոտ այսքան ենք։ Բոլոր առումներով, այսքան։ Փոքր։ 1000 անգամ մեծ են մեզնից ամեն ինչով։ Ես իր մոտ ընձի այսպես էի զգում։ Փոքր այսքան։ Բայց ասում շնորհակալ եմ, որ բաներ կա մեզ մի քիչ շուտ ես տալիս։ Հիսուսը մի օր աղոթք էր անում, ասեց. Հայր, շնորհակալ եմ, որ իմաստուններից ու գիտուններից պահեցիր եւ ես երեխեքին հայտնիր։ Աստված երեխեքի հետ գործ ունի։ Ամեն։ Երեխա բնավորության։ Սենց երեխու պես, գժի պես Աստծո սիրող, Աստծո խոսքի կարոտ, Աստծո անձին կարոտ երեխու պես իրանց հետ գործ ունի։ Է որ երեխա են, է որ ինչ են ասեն ոչինչ։ Բան չկա, չի հասկանում։ Աստված իրանց հետ գործ ունի, Աստված իրանց հայտնություն ունի տալու։ Ամեն։ Տեսար քեզ չուրախացրեց, դու ձեն չանեցիր։ Ամեն։ Ոչ մի բան չասեցի։ Ասես քո մասին էի պատմում։ Ես քո մասին էի պատմում։ Եվ իմ մեջ է Սուրբ Հոգին խոսած, ասեց, այս տարի այդ տեսիլքը նույնը պիտի մնա մյուս թվի համար, որտեղ այն ինչը որ դուք հռչակել եք, դա դեռ չի եղել։ Թող մնա նույնը։ 26 թվի համար։ Ամեն։ Շարունակեք Նարինե ջան։ Այս մի հատն էի տվել ես քեզ։ Լավ, առաջի թագավորած 13-19 քիչ եմ տվել համար։ Նայեք ինչ սպանող համար է։ Սպանող գիտեք ինչ է։ Սատանայի ուզած, բացասական։ Է որ ասում արա սպանում այս ինչ է ասում տերը։ Սատանայի ուզած իրավիճակ է Իսրայելում։ Նայեք, ամոթ է դաժը։ Ասում Իսրայելի բոլոր երկրումը մեկ դարբին չէր գտնվում։ Ամբողջ երկրի միլիոնանոց, մի քանի միլիոնանոց ազգի մեջ մի հատ դարբին չկար։ Պարջևով մարդ, պատերազմի, դարբինը ստեղ, պատերազմի գործիք սարքող պարջևով մարդն է, որ ով է դա, ով որ հասկանում է Սուրբ գրքի Աստծո խոսքով, ոնց դիմադրի ու կռվի սատանայի հետ, հոգուսուրը այն մեկը, որ Եփեսացիների թղթի մեջ գրած է, չեմ անդրադառնում դրան։ Ասում մի հատ դարբին չկար։
Չկար մի հոգի, ով որ հասկանար Աստծո խոսքը, հասկանվեք ինձ։ Սա է սատանայի ուզածը եկեղեցու վերաբերյալ, բայց ինչ էր եղել, խիչ կար, որովհետև փղշտացիները, որը Աստծո թշնամիներն են, սատանայի սիմվոլն է մեր համար, կամ սիմվոլներից։ Ասել էի, թե միգուցե եբրայեցիները, այսինքն հավատացյալները, սուր ու նիզակ շինեն։ Նա վախենում է, նախորոք, հասկանում է, որ դարբին եղավ եկեղեցում, հայտնություն ստացող, հոգևոր պատերազմից հասկացող մարդ եղավ եկեղեցում, սկսելու է սովորեցնել, սկսելու է սարքել նիզակ սուր, թե ոնց պաշտպանվեն կամ սպանեն թշնամուն, իրանց վրա եկող հարձակումները, սատանայի մտքերը, մեղքը եւ այլն, որ ուզում է մտնի եկեղեցի։ Հասկանում եք իրար։ Ասում մի հատ դարբին չէին թողել փղշտացիները, բոլորին սրբետ արել էին, մեր լեզվով ասած, հավաքետ արել էին սաղին, մի հոգի չկար, դա նայք սատանան ինչ է մտածում, Աստծո եկեղեցու մասին, քո մասին ինչ է մտածում, թե անհատապես, թե ընդհանուր 150-200 հոգուն, ինչ է մտածում, ասում ամեն ինչ պետք է անեմ, որ Արարատի Աստծո ժողովուրդ եկեղեցում մի հատ դարբին չմնա։ Ամեն ինչ անելու է, որ մի հատ հոգևոր պատերազմից գիտություն ունեցող մարդ չլնի չխոսա, սուր ու նիզակ չլինի, հայտնություն չխոսա, չտա, չմարգարյանա, որ հավատացյալները զորանան, սկսեն կռվել, պատերազմել, էլի ասածները չանեն։ Այն այտենց եմ անելու ասում է։ Եվ ցավոք սրտի այս պարագայում սատանան ինչ-որ հաջողություն ունեցել էր։ Եկեք անցնենք առաջ, հասկանալի եմ խոսում, մի հատ ասա։ Եվ բոլոր հավատացյալները, ես այս խոսքը կարդացել եմ, ասել եմ ամոթ մեզի։ Անկեղծ եմ ասում։ Այս Իսրայելի այսօրվա հավատացյալներն են։ Ասում են բոլոր իսրայելացիները իջնում էին, այսինքն գնում էին փղշտացիների մոտ, ամեն մեկը իրա, այսօրվա տերմինով ասեմ մեր, իրա քեթմենը, ագոսնիկը, տապորը, բահը, լաբատկը, մանգյաղը, գերենդին, սրելու համար, չարեշտը, չունեին մեկին, երբ որ ջարդվում էր, բերանը փչանում էր, պետքա սրվեր, որ աշխատեին, տանում էին, որ թշնամին սրել իրանց, քեթմենը, բահը, տապորը և այլն, գիտեք ինչ իմաստ կա մեջ է, ընենց հանում սատանա, որ դու ոչ մի բան մտածելու և ստեղծագործելու ժամանակ չունենաս, քեզ կենտրոնացնում է միայն քո առօրյա հոգսի ու ապրուստի վրա, տապորը ծերը թռելա, բախը լավ չի փորում, խնդիր չունես, բեր ես սկսել եմ, գնա նորից աշխատի, Աստծո մասին չմտածես։ Աստծո գործի, Աստծո ծառայության մասին չմտածես, նոր ծառայության, նոր բան ստեղծելու, նոր տեսիլքի մասին չմտածես, գնա, աշխատի, հացդ կեր, պետք կլի համաձայն եմ, մեկ էր հավատացյալների մոտ ուշադիր լսվիր, եկեղեցում էլ ասա, որ Աստված օժնում է քեզ, ներսս տակու վրա է եղել, ասում եմ ամոթ մեզ, մեր տապորը փղշտացին ասել, հարցը լուծելու համար ուշադրի լսիր, մի կտոր հաց ուտելու համար, մենք ամեն բան անում ենք, պատրաստ ենք, մեր տապորով կսերի, ես հրաժարվում եմ, իմ քոթացած տապորը, որ ծերը ջարդվել է, տանեմ սատանան սրի փղշտացին, որտև նա սրելու է, ես ուրախանալու եմ իր այդ սրելով, միգուցե իմ մեջ է լլեմ խոսամ, վկայեմ ասեմ, Աստված օժնում է ինձ,
Այսօր հաց ունենք ուտելու, բայց նրա նպատակն է քեզ մոռացնել տալ քո կոչման, քո քարոզիչ, քո վարդապետ, քո առաքյալ, քո ուսուցիչ, քո մարգարե, քո ավետարանիչ լինելու մասին, չմտածես Աստծո մասին, Աստծո տան մասին, Աստծո ծառայության մասին, աշխատի հացդ կեր, կօգնը, հաց ես ուզում, կօգնեմ, որ դու այդ հացը վաստակես, հաց ես ուզում, կօգնեմ, ես ես ուզում, կօգնեմ, հողդ էլ փորել կտամ, ես էլ կանեմ, բայց երբեք չմտածես ով ես դու, Աստված քեզ ինչի համար ականչել։ Գնա քո համար հանգիստ աշխատի ապրի ու խաբում է շատերին, որի પર Աստված իր տապորը սրեց։ Խաբում է շատերին, որի પર Աստված օրհնում է իրան, նա ուրիշ ձեռից բան է վերցնում, առանց հասկանալու անունը դնում է, որ իրան Աստված է օրհնել։ Քանի հոգի են ինձ հասկանում, որ ես աշխատանքի մասին չեմ խոսում, որ մենք պիտի աշխատենք։ Հասկանալի է, չէ՞ ասածս ինչա։ Բայց ես ամաչում եմ, անկեղծ եմ ասում, անենց վատ եմ զգում, որ մենք կարող այսքան խաբվենք, Տեր Աստված քո ժողովուրդը, ընդհանուր եմ ասում, անհատական չէ, Տեր Աստված քո ժողովուրդը այս կարգի կարա խաբվի, այս կարգի կարա կոմպրոմիսի գնա, այս կարգի կարա փողզիչում անի, այսքան կարա ընկած լինի իր ապրուստի, իր վախերի, իր վախերը լրացնելու, իր մի կտոր հացի հետևից ու սատանան մոռացնել տա, ով է այդ անձնավորությունը։ Ես պատահական չեմ կարդացել Պողոսի գրածը Տիմոթեոսին իր մասին, որ ասում էր, առավոտ որ ասեցի այսօր պաշտամունքին, ով ես դու, քո տապորը պիտի Աստված սրի, քո բահը պիտի Աստված սրի, ավելին ասեմ, նա նորը ունի տալու, նորը ունի տալու, նոր տապոր, նոր բահ, նոր գյուղատնտեսական գործիքներ, նորովի իր այգու իր արքայության մեջ ծառայելու, պտուղ բերելու և իրան փառք բերելու համար։ Անենց է սիստեմը սարքեն, սատանան, պգշտացին, որ ուզում ես ինչ ա պետք, ոքեյ, արի իջներ մոտ մենք էտի քեզ կտանք։ Մի հատ ես բառը կարդա։ Մի հատ էլ ասա։ Դա գիտեք դիրքից մակարդակից, պաշտոնից ընկնել է, որ դու իջնում ես, ցածրանում ես, մի կտոր մի բանի համար, մի հատ, չգիտեմ, ժամանակավոր կարճ, մի հատ օգուտի համար թողում ու լքում ես այն պաշտոն ու դիրքը, այն աթոռը, միգուցե այո քարոզիչ առաքյալ ու վարդապետ, ինչպես այսօր կարդացի, մարգարե ավետարանիչ ու լիքը բաներ, որ Աստված տվել է ինձ, քեզ իր եկեղեցուն, և իջնում ենք, թողնում ենք, ու ասում ենք փղշտացի ջան, ախպեր խնդրում եմ, տապորս ջարդվել է, մի հատ քսերես էտ ամ երեխեքիս հացաշվանակ, մի քիչ, ինքը ուրախ է դրա համար, դրա համար ամեն բան չեն ասում Աստված օրհնեց ինձ, ամեն բան չեն ասում Տերը տվեց, Աստված խաբուսիկ, խաբերության, մանիպուլյացիոն միջոցներով օրհնություն չունի։ Եթե պետք լինի Աստված սատանային էլ կօգտագործի քո համար, բայց մանիպուլյացիա չկա։ Բայց սուր ու սուտ ու թողզիչման տարբերակով չկա, պաշտոնը թողնելու տարբերակով օրհնվել չկա։ Գահից իջնելու Երուսաղեմից Փղշտանոց Ատենց օրհնություն չկա, հասկանում ես ինձ, շարունակենք Նարինե ջան։ Երբ որ լինում էր, որ բրիչների, խոփերի, եռաժանի գործիքների, այսինք առժնը, և տապորների բերանը կոտրվում էր, խթանները սրելու համար խարտոց ունեին։ Մեկ, որ թեթև լիմոնը լմը ես խարտոց, այսքան փշրանք կայանի ասած, թողել են մոտդ, որ իմանաս, դու էլ ես ինչ-որ բան անում, խարտոցով մի հատ սրի, դրանով ուրախացի անուն էլ դիր, որ Աստված քեզ օրհնում, Աստված քո հետ խոսած, Աստված քեզ զտված քո կյանքը լցրեց և քո մոտ ամեն ինչ լավ է։ Մի խաբվեք։ Սա եմ ասում, չխաբվեք, զգաստացի այսօր հավատելի եք։ Խնդրում եմ քեզ զգաստացի,
Չգիտեմ, իմ մոտ բնավորություն կա միանգամից չընդունելու։ Ես ուզում եմ հասկանալ։ Եթե հայտնություն ուզում եմ հասկանալ, մի քիչ գոնե։ Ուզում եմ մի հատ միջոց եմ մեթոդը հասկանալ։ Որ ուզում ես ասես, հես Աստված ինձ օրհնեց, ուզում եմ հարցնել, մի հատ կպատմես ոնց է եղել։ Որտեվ Աստված որ օրհնում է, մեթոդն էլ է սուրբ լինում։ Մեթոդն էլ է ճշմարիտ լինում։ Եթե ոչ, սատանան է տապորը դու պախը ծերում։ Որտեղ ես իջնում, ամոթ։ Բաստոն որդին իմ ու քո նման, բար քո նման քաջազունը, քո նման իշխանը, իշխանություն ունեցողը, քո նման դարբինը, Վահագի պապին դարբին էր, դարբինը, չէ բար ճիշտ ասել, դարբինը, կեթա փղշտացումով, կասի, մի բան արա, կներեք ես բարի համար, բայց հոգու մեջ իտոգում, սենց աստացվով, բառացի չենք ասում, բայց նման ասել են, սատանը մի բան արա, մի գետոր հացու կա։ Հասկանում ես ինձ։ Ես նոր բահ եմ ուզում Տիրոջից, նոր տապոր, նոր գործիքներ, նոր հայտնություններ, որոնք կանեն բաներ, որ նախորդ տրակտորը չէր կարող անել։ Մեր վաղու եղբայրը պամիդոր քաղելու կոմբայն ունի։ Ով մի քանի տարի առաջ կիմանար ինչ է պամիդոր քաղող կոմբայն։ Վարճակ, որպես մասնագետ գյուղատնտեսական, որ 50-55 տոննա պամիդոր հավաքեն։ Քանի հավաքող կինա պետք մոտավորապես, խնդրում եմ ասես, օրը։ Օրը, որ 50-55 տոննա, մոտավոր ասում են մի կինը հավաքում է 500-ից 600 կիլո, այսինքն 100 կնիկ է պետք հավաքող, 50 կրող, թե, չէ, որպեսի այդ պամը, բայց վաղոյի կոմբայնը 6-7 ժամում 50-55 տոննա հավաքում, զարգացել է, գիտությունը։ Են չեմ ուզում եմ, նոր հայտնություն եմ ուզում։ Հերիքա հին հայտնությունները ուրիշներ եմ տանում ես։ Հերիքա հին տեսիլքը, հին հայտնությունը, տարիների ասած բանը, հա կարկտան անես, մատուցես, կարկտան անես, մատուցես, շպրկեյան, Աստված, նոր բան է տալիս։ Եկեղեցի, Աստված նոր բան է տալիս, մի մնա հին բաների վրա, մի հատ թռիր, մի հատ հելիր, ասատ եք շնորհակալ եմ, նոր տեխնիկայի համար, նոր հայտնությունների համար նոր բաների հրաժարվում է, խարտոցից է, ապորից է, քետմենից է, մանգյանից է, գերենդիից, լավ են են, փառք Աստծուն դրանց համար, օգնել են, օգտվել են, աշխատել են, բայց դու այսօր նոր բան ունես մեզի տանում, նոր տեսիք, նոր հայտնություն, նոր կրակ, նոր հոգի, նոր ջուր, նոր քամի, նոր յուղ, նոր օծություն, նոր ձայն, դու այսօր լիքը բաներ ունես մեզ տալու դեր։ Համաձայն ես իմ հետ։ Ամեն, շարունակենք, կա էլ։ Չէ, հետ դուր, մի հատ մի խոսքը մնացին Արիվե ջան։ Եվ այդպես եղավ, նայք ողբերգությունը։ Եվ այդպես եղավ, որ պատերազմի օրը, գիտեք, հասավ մի հատ օր, որ պատերազմ եղավ։ Մինչ հավատացյալներ արխային կարա լինել, որ իրանց մոտ ամեն ինչ լավ է, խարտոցունը լեսի կսերեն, կապրեն, յոլակետան, հանկարծ գալիս է մի հատ անենց իրադրություն, որ ոչ քյարեշտը, ոչ պախը, ոչ լապատկեն, ոչ խարտոցը, հին ունեցածը ոչ մի բանը հասկանում ես ինձ, չի կարող իրան օգնի։ Ամբողջ ազգի մեջ, պատերազմ սկսավ և պատերազմի օրը, ասма Սավուխի և Հովնաթանի հետ եղող բոլոր ժողովրդի ձեռքին սուր կամ միզակ չէր գտնվում, միայն Սավուխի և նրա որդի Հովնանանի մոտ կար, Հովնաթանի։ Ամբողջ ազգի մեջ երկու հոգի ունեին սուր ու միզակ, Սավուխը թագավորն էր, Հովնաթանն թագավորի տղեն էր, իրա տղեն էր։ Մենակ իրանց մոտ կար։ Գիտեք ինչ եմ ուզում ինձ ու քեզ ասել։ Բա ոնց հիմա պատերազմել ես մարդիկ, չունե։
Բայց Սավուկն ու Հովնաթանը ասենք թե եկեղեցում 2 հոգի, մի հոգի, 5 հոգի, 10 հոգի, չգիտեմ, սատանայի այդքան առաջացրած բերած խնդիրներին, պրոբլեմներին 2-3 հոգով, եթե դու չունես, որ մտնես պատերազմի մեջ, ոչ մեկի սուրն ու նիզակը քեզ չի օգնելու։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Դու ինքդ պիտի ունենաս։ Ես սա եմ հռչակում մեր եկեղեցու վրա, իմ ու քո վրա։ Որ մեր եկեղեցու բոլոր են 150 կամ ավել, չգիտեմ, մարդկանց ձեռքին հոգևոր սուրբ եւ նիզակ լինի։ Ամբողջ եկեղեցու մեջ սաղավարտից սկսած, որ պահում է միտքը, միջև ավետարանի խաղաղության կոշիկները, զինված, սպառազինված, հոգևոր բոլոր զենքերով լինի ամբողջ եկեղեցում, որ ոչ մեկի հույսը ոչ մեկի վրա չլինի։ Այս սատանա գաս, մեր եկեղեցում բան չես կարանես, որտեղ Արմենը մեր եկեղեցուց այն խաղաղոթում է եկեղեցու համար։ Խաղել ես քեզ։ Ով կան ես ծառայությունները, այս մի քանի հոգի, լավ է, նորմալ է, թող անեն, մենք էլ գանք մեր համար, նստենք տակ սիրուն, օրհնվենք, խոսք լսենք մեր համար աղոթեն, բժշկվենք, օրհնվենք, թողնենք գնանք։ Դու քո համար սուրբ նիզակ դիշես, հոգևոր։ Դա կա ավետարանի մեջ, դա կա Աստծո խոսքի մեջ, ուղղակի դու դա պիտի վերցնես։ Դա քո ներսում կա, ուղղակի սատանան լռեցրել է, գերի է տարել, ամփոփում է։ Եվ չի թողում, որ դա աշխատի։ Կրկնում եմ, սովորեք ձեր կյանքում խոսալ կամ գործել փաստերով։ Եթե ուզում եք լուրջ մարդ լինեք, լուրջ ընկալվեք, ձեր խոսքը լուրջ լինի, սովորեք փաստով խոսել։ Ենթադրելով մի խոսացեք։ Դու ունես սրանք։ Եվ դու կարող ես ասել Տեր Աստված, ունեմ, համաձայն եմ, հավատում եմ քո խոսքին, Արսենն էլ այսօր ասեց, որ ունեմ, բայց փաստ այն է, որ դա չի գործում։ Այսօր Արսենն ասում է, որ դրա գերի է գնացել, դարբին է, հյուսն է, քաջազուն է, իշխանը գերի է գնացել, մնացել է մենակ աղքատը, որ ոչ մի բանի կարողություն չունի։ Գիտեք ովքեր են դրանք, որ իրաց հոգևոր ամբողջ կյանքում այդպես էլ ոչ մի բան չեն արել, չեն սովորել, միշտ ուրիշից են կախված մնացել, իրանց անձնական ոչ մի բանը չեն ունեցել։ Այդպես էլ աղքատ մնացել են։ Եվ նրանք անկարող են որևէ բան, ժամերով կարող խոսանք սրա մասին, բայց վերջացնում են։ Որոնք անկարող են հոգևոր որևէ բան նախաձեռնելու, հոգևոր որևէ բան անելու։ Գիտեք Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ժամանակ Թայլաթենք ինչ ծրագիր արեցին։ Դիվային ծրագիր։ Եվ ինչի դիվային ու որտեղից էր այդ միտքը։ Մի գիշերվա մեջ, եթե պատմություն գիտեք, մի գիշերվա մեջ մոտավորապես 650 մտավորականի առաջնորդի խելքը աշխատող մարդու հավաքեցին տների հասցեներ իմացան, հավաքեցին լցին վագոն տարան։ Լցին նավը տարան, գիտեք ինչ են արել, մեծ յաշիկներ են նախորոք սարքել, մարդկանց գցել են մեջը պակել են, նավը քշել է Սև ծովի մեջտեղը, Տրապիզոնի կողմից, մարդկանց գցել են ծովի մեջտեղը, այդպես սաղ-սաղ։ Դա դիվային է, սատանա, ինչի ատենց որ, սատանան ասում է, մտածելակերպի խփեք, հավաքողին, առաջնորդին, խելքովին, խփեք, ջարդեք, մնացած ժողովուրդը մնում է աղքատ ամբոխ։ Աղքատ ամբոխ, ոչինչ չի հասկանում։ Մի կտոր հացի համար ամեն ինչի պատրաստ է։ Իր ղեկավարը Էրդողանը կլինի, թե ով կլինի, իր համար մեկ է։ Ցավոք ես քաղաքականություն չեմ ասում, չեմ էլ կարող խոսամ, ես քաղաքականությունից չեմ հասկանում, բայց սա նույն է հոգևորության մեջ, որովհետև երկու մտքերն էլ ծնվել են դժոխքում։ Նույն սատանան չի փոխվել, նույն մտքով չի փոխվել, նույն բան ուզում անի հավատացյալների հետ Քրիստոսի եկեղեցում։
թող հավաքվեն, թող Գայանը աղոթքա ժողովել անի, ինչ այլ է որ, թող դպրոցել անի Գայանը, ինչ այլ է որ, թող քարոզել էլ կիրակի օրերը, ինչ այլ է որ, տասնյակներ էլ թող անեն, ինչ այլ է որ, բայց աղքատ, դարբին չելնի, զենք չսարքեն, նոր բան չմտածեն, չասեն, հասկացան կանգնում ենք ոտքի մեր թալանված բաները հետ ենք ուզում։ Մեր պարքերները թալանված է հետ ենք ուզում։